Կոպենհագենում Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները։ Կոպենհագենում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև շփումներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ։ Մասնավորապես վարչապետը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել Իտալիայի վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի, Վրաստանի վարչապետի, Էստոնիայի վարչապետի, Ուկրաինայի նախագահի, Ֆարերյան կղզիների վարչապետի, Ալբանիայի վարչապետի եւ այլ գործընկերների հետ։ Ընդունել է քաղաքացիական պայմանագիր խմբակցության ներկայացրած Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ ազգային ժողովի հայտարարության նախագիծը ընդունել է 64 կողմ 0 դեմ 2 ձեռնպահ ձայներով։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովի զեկույցը խորհրդարան է հանձնվել քարտուղարության միջոցով։ Ես այլ տարբերակ չգիտեմ, բացի ազգային ժողովի քարտուղարությունը նման զեկույցն ազգային ժողովի նախագահին հասցնելու համար։ Քոչարյանը նշել է, որ իրենց նպատակն է ունենալ զեկույց, բայց ամեն ինչ արվում է, որ զեկույցը հանկարծ չհայտնվի, տեսեք, ընդդիմությունը մի հատ ձայն չի հանում։ Ըստ Քոչարյանի խնդիրն իրավական է։ Վարչապետ Կոբախիձեն պնդում է Վրաստանի մինչև 2030 թվականի Եվրամիության անդամակցության նպատակը լիովին իրագործելի է, չնայած բանակցությունների դադարներին եւ լարված հարաբերություններին։ Վրաց առաջնորդն օգտվելով առիթից ընդգծել է իր կառավարության դերը որպես Թբիլիսի եւ Եվրամիության միջև լարված հարաբերություններում հիմնական խաղացող։ UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համարը Արման Ծառուկյանը հաջորդ մենամարտում ուժերը չափելու է նույն քաշային կարգի 6-րդ համարի նորզելանդացի Դեն Հուկերի հետ։ Մենամարտը կկայանա նոյեմբերի 22-ին Կատարում եւ կլինի UFC մրցաշարի գլխավոր մենամարտը։